Բարև բոլորին, շարունակում ենք քննարկել թեստի խնդիրները, 27-րդ խնդիրը ABC եռանկյան մասին է, ունենք 3 կողմերը դրված են, AB-ն, BC-ն և AC-ն, 10, 12 և 14 AC-ն, և պետք է գտնել BD միջնագծի երկարությունը, դե միջնագծի համար կա բանաձև, որը կարող ենք կամ միանգամից կիրառել, կամ էլ փորձել դրա ապացույցը օգտագործել։ BD-ն շարունակենք իր չափով, քանի որ BD-ն հավասար է այս նոր վերցված կետը նշանակենք D-ին, և AD-ն էլ հավասար է DC-ին, որովհետև D-ն միջնակետն էր, ստանում ենք, որ ABCE քառանկյան անկյունագծերը հատվում են և հատման կետով կիսվում D կետով, ուրեմն գործ ունենք զուգահեռագծի հետ, իսկ զուգահեռագծի համար կա հետևյալ առնչությունը. D1 քառակուսի գումարած D2 քառակուսի հավասար է 2 անգամ A քառակուսի գումարած B քառակուսի, որտեղ D1-ը և D2-ը անկյունագծերի երկարություններն են, իսկ A-ն ու B-ն կողմերի։ Զուգահեռագծի կողմերը 10 և 12, այսինքն A-ն կարող են գրել 10, B-ն կարող են գրել 12, իսկ մեր անկյունագծերից մեկը գիտենք, մյուսը չգիտենք։ Մեկը AC-ն է, որի երկարությունը 14 է, 14 քառակուսի, իսկ մյուսը պետք է գտնել D2 քառակուսի։ Որպեսզի գտնենք, ուղղակի անում ենք Այս եռանկյունը դուք լրացրիք, չէ՞, մինչև զուգահեռագիծ։ D2 քառակուսին ուղղակի ստացվում է 2 անգամ 100 գումարած 144-ին 244, հանած 14 քառակուսի, բայց որպեսզի գտնենք BD-ն, մի հատ էլ պետք է այս երկու մասը բաժանենք 4-ի, այսինքն BD-ն հավասար է D2-ի կես, կամ D2-ը հավասար է 2 BD, որովհետև D2-ը այս անկյունակիցն էր։ Դրա համար 2 BD քառակուսին գրում ենք հավասար է այս թվին, որը եկեք միանգամից գրենք 4 անգամ 73, տենց է ստացվում, և այստեղ 4-ը կրճատելով ստանում ենք, որ BD-ն հավասար է արմատ 73։ Կարելի է նաև ուղղակի այս բանաձևը ունենալով միանգամից հիշել միջնագծի համար բանաձև։ Սիարդի թեորեմով է, չէ՞, կարող ենք իրան գտնել։ Հա։ Մի հատ է կկրկնեք։ A քառակուսի կես գումարած B քառակուսի կես հանած C քառակուսի 4-րդ։ Միջնագիծը C կողմին է տարված։ Դա միջնագծի քառակուսին է։ Հա, միջնագծի բանաձևներ էլի, որ գրել։ Հա, ուղղակի հիշելու պահով ոնց որ սենց ավելի հեշտ է հիշվում, քան թե տենց արմատներով, կոտորակներով, ինձ թվում է։ Սա այստեղ Ստյուարտի թեորեմի բանաձևն է գրված, մի քիչ խառն է, եթե ունենք AB կողմը հավասար է C, AC կողմը հավասար է B, BC կողմը հավասար է A, տարված է AD ինչ-որ բիտ, որ AD-ի երկարությունը հավասար է D և այս բաժանումը M ու N հատվածների, այդ դեպքում ունենք B քառակուսի M գումարած C քառակուսի N-ը հավասար է A անգամ D քառակուսի գումարած MN, մի քիչ դժվար է հիշել,
բայց կարող եք սա էլ օգտագործել։ Արդեն միջնագիծ է այդտեղ։ Կարա միջնագիծ է լինի, եթե միջնագիծ եղավ, M-ը իրար իրար հավասար հավաս կլինեն, Ահա։ այսինքն կլինի ստեղ Ընդհանրեն դեպքում կարա լինի այս բանաձևը կիրառել։ Միջնագիծ լինի բարձրություն կիսոտ, հա։ հա, բոլոր դեպքերում կարելի է կիրառել, մենակ պետք է այս ինֆորմացիան ունենալ այսքան բան։ Որ այսինքն հիմնականը իմանալ, CB-N իմանալ, անը տեղից գտնել, դնել տեղից կգտնվի։ Կամ ուրիշ տվյալներ իմանալ, M-ը գտնել։ Բայց բարձրությունը, որ դուրս ընկնի այս բանաձևից ոնց կօգտվենք։ Հա, Օրինակ- պարտադիր պետք է լինի BC-ի վրա։ Այսինքն Այդ ուրիշ։ Սուրանկյուն է, երանկյուն։ լավ, այս խնդրի պատասխանը ստացվում էր արմատ 73, 28-րդ խնդիրը անցած քննարկմանը լուծվել է, 29-րդ խնդիրը շրջանակիցն անցնում է ABC եռանկյան B գագաթով, տանենք ABC եռանկյունը A, B և C։ Շրջանակիցը անցնում է B գագաթով, C կողմից C գագաթից տարված բարձրությունը CD-ն է, և շրջանակիցը անցնում է նաև D-ով, և նաև շրջանակիցը շոշափում է AC կողմը C կետում, այսինքն շոշափում է, և տրված են երկու AC-ի երկարությունը 12 արմատ 13 և անկյուն ACD-ն 30 աստիճան։ Այդտեղ B-ն տրամագիծ չի արդեն։ Հա, քանի որ ունենք 90 աստիճան և ուրեմն BDC անկյունը ներգծյալ անկյուն է, եթե ներգծյալ անկյուն 90 աստիճան է, ուրեմն B-ն տրամագիծ, այսինքն կենտրոնը է շրջանագծի, ստացվում է BC-ի վրա, բայց մյուս կողմից գիտենք, որ կենտրոնը միացնենք C-ին, դա ուղղահայաց կլինի AC շոշափողին, այսինքն իրականում OC-ան 90 աստիճանի անկյուն է, ուղիղ անկյուն է, այսինքն իրականում գործ ունենք ուղղանկյուն եռանկյան հետ։ Եվ Կետով շոշափվող, հա։ C-ով, հա։ Դե անկյուն անել 60 աստիճան ա լինում։ Անկյունան լինում է 60 աստիճան, AD-ն դեցին կարան գտնենք, Անկյուն բենել 30 աստիճանի դիմացի էջը ներքնաձիգի կեսն է։ այսինքն այս ընդհանուրը AB-ն ստացվում է 12 արմատ 3-ի կրկնապատիկը, որպես ներքնաձիգ, ստացվում է 24 արմատ 3։ Իսկ այս մասը B-ն ստացվում է Պյութագորաս 12 արմատ 3 անգամ արմատ 3, այսինքն 36 ուղղակի։ Իսկ CD-ն ստացվում է 18, որովհետև այս 36-ի կեսն է, ըստ այս 30 աստիճանի։ Քանի որ ունենք դա, մեզ պետք էր գտնել շրջանագծի կենտրոնի հեռավորությունը AB կողմից, այսինքն O կետից պետք է տանել ուղղահայաց AB կողմին, այս ուղղահայացը իրականում միջին գիծա ստացվում է DBC եռանկյան համար, DC-ի կեսը։ այսինքն O-ից OH ուղղահայացի երկարությունը հավասար է DC-ի կեսին, որն էլ 18/2, այսինքն O-ի հեռավորությունը դրանից ստացվեց 9։ Կարելի էր իհարկե ուրիշ կողմից էլ գալ, ասենք հաշվել AD-ն, չգիտեմ, նաև գրել հատվող լարերի հատկություն,
հատվող գրարել է հավասարաշոշափողի քառակուսուն, տենց կողմերը գտնել, կամ սինուսներով, կոսինուսներով, համարյա նույն բանն է։ Կամ էլ C անկյան գագաթից իջեցրած ուղղահայաց որպես CD-ն, էլի կլինի քառակուսին, բարձրության քառակուսին հավասար մասնատված Հա։ մասերի ադրյալը։ Եթե ատեն գտնենք x, դեպեն գտնենք y, դեցեն կլինի արմատ xy։ Դե արդեն ունենք 24 արմատ 3, այսինքն մեկը x-ը կլինի 24 արմատ 3-ից հանած x, են էլ x։ Հա, x-ն էլ էլի գտնվում է 6 արմատ 3, կարծեմ։ Լավ, համար 29-ը լուծվեց, համար 30 է։ Գծենք սկզբից գծագրիրն այսպես, ունենք բուրգ։ 27-28 խնդիրը կանդրադառնաք, ես ճիշտ ասած ծանոթ չեմ այդ։ Դա պետքա որ մյուս ձայնագրության մեջ լինի, որը շուտով կհրապարակվի։ Հա, լավ։ Ավելի լավ չի սա միանգամից կոորդինատային հարթության վրա գծենք։ Ես էլ եմ տենց գծում կոորդինատային հարթությունը գագաթ եմ ընտրել սկզբնակետը։ Լավ, գծենք։ Քանի որ ունենք D գագաթը DABC բուրգում, այս բոլոր անկյունները D գագաթին հարակից բոլոր անկյունները ուղիղ են, այսինքն ADC անկյունը, ADB անկյունը եւ BDC անկյունը ուղիղ անկյուններ են, տեսնում ենք, որ շատ հարմար 3 ուղիղներ կան, որոնք իրար փոխուղղահայաց են, կարելի է միանգամից պատկերել որպես դեն կոորդինատների սկզբնակետ եւ մյուս կետերը դնել համապատասխան վայրերում։ Օրինակ, դե ան դնենք x-երի առանցքին, b-ն դնենք y-ների առանցքին եւ c-ն դնենք z-երի առանցքի վրա։ Կներեք, այդ XY-ի ընտրությունը կամայական է, ասենք այդ X-ը հիմնական ձախ կողմի ճյուղը չեն անում, Y-ը աջ։ Այո։ Հա, ինչ ուզենք անենք, բայց ես ուղղակի մոռացել էի ոնց է ավելի ընդունված, եկեք ընդունվածով անենք։ Այսինքն թող x-ը լինի ձախինը, y-ը աջինը։ Ինքը կարող է որոշ բանաձևերում վեկտորական արտադրյալի բանաձևերում կարող է ինչ-որ տարբերություն տա, բայց մեր համար չի տալիս։ Ունենք ABC կետերը եւ գիտենք, որ սֆերա է անցնում DABC կետերով։ Սֆերայի հավասարումը կարող ենք գրել նման է շրջանագծի հավասարմանը, սֆերայի հավասարումը լինում է x հանած a քառակուսի գումարած y հանած b քառակուսի գումարած z հանած c քառակուսի հավասար է r քառակուսի, որտեղ r-ը այդ գնդային մակերևույթի շարավիղն է։ Եվ գիտենք, որ բոլոր կետերը D-ն, A-ն, B-ն, C-ն բավարարում են այս հավասարմանը։ Եթե D-ն բավարարում է, նշանակում է x, y, z-ը, որ տեղադրենք 0, կստացվի նույնություն։ Գրենք այս ձախ մասում այդ համակարգը։ Եթե x, y, z-ը տեղադրում ենք 0, ստացվում է A քառակուսի գումարած B քառակուսի գումարած C քառակուսին հավասար է R քառակուսի։ Գիտենք, սա երբ որ D կետն ենք տեղադրում։ Երբ որ A կետը տեղադրենք, D-ան հավասար է 6, այսինքն A կետի կոորդինատը հավասար է 6, A կետի x կոորդինատը, իսկ մյուս երկու կոորդինատները 0, 0։ Այսինքն x-ը պետք է ուղղակի դառնա 6։ Այստեղից x մինուս A քառակուսին գումարած B քառակուսի գումարած C քառակուսին հավասար է R քառակուսի։ Քանի որ այս մասերը նույնն են, ստանում ենք, որ A քառակուսին ու x մինուս A քառակուսին նույնն են։ Ընդ որում x-ը կոնկրետ տրված էր, an 6 էր, x-ը 6 էր։ Դրա համար կարող ենք
կփոխարինել 6-ով, Մի հատ նորից կասեք այդքան մասը։ հա։ Քանի որ գիտենք, որ այս 4 կետերը պատկանում են սֆերայի վրա, պատկանում են սֆերային, նշանակում է, որ այդ կետերի կոորդինատները, եթե տեղադրենք այդ գնդային մակերևույթի բանաձևի մեջ, հավասարման մեջ, կստանանք ճիշտ հավասարություն։ Սկզբից D-ին ենք տեղադրում x, y, z-ը կորում են, ուղղակի որտեղ D-ի կոորդինատները 0 են։ Հետո A-ին ենք տեղադրում, x-ը դառնում է 6, y-ն ու z-ը էլի կորում են, ստացվում է 6 հնած a քառակուսի գումարած b քառակուսի գումարած c քառակուսի։ Մերսի։ Տիգրան ջան, կարամ մի բան էլ ասեմ։ Այս բուրգին արտագծած գնդային մակերևույթի տրամագիծը նույնը չի, ինչ նույն այս չափումներով ու անկյունանիստին արտագծած գնդային մակերևույթի տրամագիծը։ Ասենք, եթե այս նույն չափումներով ու անկյունանիստ լիներ, հենց այդ ուղղանկյունանիստին արտագծված գնդային մակերևույթի տրամագծին է հավասար։ Այսինքն այդ տրամագիծը հենց անկյունագիծն է, 3 կողմերի քառակուսիների գումարից քառակուսի արմատ։ Yes, Ես էլ եմ տենց արել։ 26 երկրորդ է դառնում 13։ Եթե մենք իրեն շարունակենք դառնա ուղղանկյունանիստ, հենց իրեն արտագծածի տրամագիծը նույնն է, ինչ որ սրա արտագծածի տրամագիծը։ Այսինքն տրամագծի քառակուսին հավասար է 3 կողմերի այս 3 չափումների քառակուսիների գումարին։ Քառակուսին հավասար է 6 քառակուսի գումարած 8 քառակուսի գումարած 24 քառակուսի։ Ու կիսում ենք շարավիղը գտնում հետո։ Տենել կարծեմ ստացվում էր 26, հա։ 13 է։ Հա, շատ ավելի արագ տարբերակ է։ Մի հատ որ խնդրեմ այս պահը նորից կասեք, ոնց ստացվեց։ Եթե այս հարթ անկյունները 3-ն էլ ուղիղ են, իրեն արտագծած գնդային մակերևույթի տրամագիծը հավասար է այս 3 չափումների քառակուսիներից քառակուսի արմատ։ Եթե հարթ անկյուններն ուղղանկյունանիստի անկյունագծը հենց կլինի արտագծած սֆերայի տրամագիծը։ Այս անկյունագիծը համ դառնում է արտագծած սֆերայի տրամագիծը, համ էլ կարող ենք իր երկարությունը հաշվել այս 3 կողմերով, գրելով 2 անգամ Պյութագորասի թեորեմը։ Այսինքն նույն սկզբունքն է, որ օրինակ ինչ որ քառանկյանը ուզում ենք արտագծենք շրջանագիծ, այդ քառանկյան 3 կետերն ենք վերցնում արտագծում, որ այդ 2 D-ի վրա։ Այստեղ 3 D-ի համար ոնց որ ալգորիթմ նույնը լինի։ Եթե եռանկյուն ունենք, կարող է ավելի դժվար լինի հաշվել, քան թե օրինակ եթե 90 աստիճանի անկյուն ունենք, արտագծել շրջանագիծ, չգիտենք որտեղ է, կարող ենք տանել միջնագիծը շարունակել իր չափ, կդառնա քառակուսի, քառակուսու արտագծած շրջանագիծը գիտենք, որ կենտրոնում է։ Այս սրա եռաչափ տարբերակը ստացվեց, էլի։ Դե այս ձախ կողմի լուծումն էլ շարունակենք ավարտին հասցնենք։ Առաջի 2 հավասարումներից ստացվում է, որ a քառակուսին հավասար է 6 մինուս a քառակուսի։ Այստեղից a-ն կարող ենք ստանալ 3։ Եվ երբ որ a-ն ստացվում է 3, նշանակում է այս հավասարման մեջ կարող ենք փոխարինել գրել x հանած 3-ի քառակուսի։ Նույն կերպ b-ն կստանանք 8-ի կեսը հանած 4-ի քառակուսի եւ c-ն կստանանք 24-ի կեսը։ Ստացվում է այս հավասարումը ձախ կողմի
A քառակուսի գումարած B քառակուսի գումարած C քառակուսին ուղղակի դառնում է 3 քառակուսի գումարած 4 քառակուսի գումարած 12 քառակուսի։ Այսինքն նույն բանը ուղղակի այս աջ կողմում R քառակուսի ունենք, այստեղ էլ ձախ կողմում D քառակուսի։ Ու ավելի երկար քայլեր էր։ Եվ ստացվեց պատասխանը 13։ Անցնենք մյուս խնդրին։ 31-րդ խնդրին։ Այստեղ ունենք կանոնավոր քառանկյուն պրիզմա։ Ինչ է նշանակում կանոնավոր քառանկյուն պրիզմա։ Հիմքը քառակուսի։ Հիմքը քառակուսի, լավ։ Բարձրությունն էլ ընկնում է այդ քառակուսու ներգծած կամ արտագծած շրջանագծերի կենտրոնում։ Դա պրիզմայի մասնախոսք չի։ Ինչ։ Պրիզմայի դեպքում մենակ կողմն է, էլի։ Լավ։ Ինքս ներսի 3 կողմերը հետագծերով տանենք։ Ստացվում է ունենք ուղղանկյունանիստ, որի հիմքերը քառակուսիներ են։ Հա։ Կողմնային կողմը հավասար է 8 սանտիմետր, հիմքի կողմը հավասար է 6 սանտիմետր։ Պետք է գտնել պրիզմայի հիմքի անկյունագծի։ Հիմքի անկյունագիծ թող լինի AC-ն։ 6/2։ 6/2 եւ այդ անկյունագիծը չհատող պրիզմայի անկյունագծի կազմած անկյունը։ Այդ անկյունագիծը չի հատում, օրինակ B1D է անկյունագիծը պրիզմայի։ AD-ն է։ AC1-ն էլ կլինի։ AC1-ը հատում է այդ կետում։ Դրա համար 90 աստիճան չի, պրոյեկցիայի հետ չենք կազմում անկյունը։ Մեկ էլ այս անկյունագիծը BD1-ն էլ այս անկյունագիծն էլ կա, որը էլի չի հատվում AC-ի հետ, տարբերություն չկա համաչափ են։ Դրա համար ուղղակի վերցնենք այս երկուսը։ Պրոյեկցիան պետք է վերցնենք։ BD-ն B1D-ն ունենք, B1D-ի պրոյեկցիան հարթության վրա ստացվում է BD-ն։ Որն էլ ուղղայացա AC-ին։ Ուրեմն B1D-ն էլ է ուղղահայացածին։ Այո։ Ներողություն, դրանք խաչվող ուղիղներ էին, չէ։ Այո։ Փաստորեն խաչվող ուղիղների կազմած անկյունը պրոյեկցիան ենք վերցնում։ Այս պարագայում տենց ստացվում։ Այս պարագայում միայն, իսկ ուրիշ պարագայում միշտ դժվարանում եմ Կարանք հաշվել։ նայել զուգահեռ տեղափոխենք, եթե նայած երբ։ Պետք է, այսինքն այս փաստը, որը գրում ենք, ինչ որ բանից ելնելով ենք գրում, իրականում սենց կարելի է հիմնավորել, գիտենք, որ AC անկյունագիծը ուղղահայաց է BD կողմին։ Դա ուղղակի հիմքից քառակուսի է ուղղահայացը։ BD-ն կողմ թե անկյունագիծ դարձյալ։ Նայած որտեղ ենք նայում, անկյունագիծ։ Հենց այստեղ եմ հարց։ Հա։ Օրինակ ABD եռանկյան մեջ կողմ է, ես ուղղակի տենց դրա համար ասացի, էլի։ AC 90 աստիճան կազմած անկյուն է։ Այո։ Հա։ Գիտենք, որ AC-ն ուղղահայաց է BD-ին։ Նաև գիտենք, որ պրիզմայի բարձրությունը ուղղահայաց է պրիզմայի հիմքին։ Այսինքն ուղղահայաց է ցանկացած ուղ շարունակող ցանկացած ուղի, այսինքն B1B-ն ուղղահայաց է ABC հիմքին, այսինքն B1B-ն ուղղահայաց է
Դեց էին։ Չէ, ած էին։ Մեզ էդ հետաքրքրում։ Ստացվեց, որ ածեն համ բետեին էր ուղղահայաց, Համել B1 B-ին, B1 B-ին, իսկ համ բետեն համ B1 B-ն այս Նույն հարթության երանգյան մեջ են ինչ որ հարթության բեդ է, եղավ ուղղահայաց, այո, ուրեմն ինչ ուղղահայաց որ է B1 նաև դեն։ ճիշտ է։ ստացվում է ածեն ուղղահայաց է B1 D հարթությանը։ D հարթությանը, իսկ B1 D-ն ուղղակի այդ Հարթության մեջ է։ մեջ է, այսինքն այստեղից էլ ստացվում է այն ինչ որ ուզում էինք։ Դրա համար կարելի է այսպես անել։ Նաև դե երևի զուգահեռ տեղափոխումով էլ կլինի, եթե ածեն ուղղակի զուգահեռ գծենք D կետից սկսած, էլի ուղղահայացներով նայենք։ Երեք ուղղահայացների Այստեղ ամենահարմարը պրոյեկցիան է այս պարագայում։ Օրինակ Մենք օգտվում այդ հատկությունից, եթե ուրեմն ուղիղը ուղղահայաց է այդ հարթության որևէ ուղին, ուրեմն ուղղահայաց է նաև այդ հարթության ցանկացած ուղի։ Դրանից էլ ենք։ Ուղղահայաց է երկու հատվող ուղիղներին։ Չէ, եթե ուղիղը ուղղահայացնի այդ հարթության մեջ երկու հատվող ուղիների։ Այո։ Այդ կետով Երկության ուղղահայացնի հատվողները արդյուն են որոշում։ Երեք ուղղահայացների թեորեմն է։ B1 D-ի պրոյեկցիան բետեն է, ածեն էլ ուղղահայաց է պրոյեկցիային, ուրեմն ուղղահայաց է նաև թեքին։ Լավ, սա ստացվեց 90 աստիճան, գնենք և անցնենք հաջորդ խնդրին։ Կոնին ներգծած է գունդ, միաձևակիր գծագիր կարելի է անել, բայց մեզ պետք է գալու այս գծագրի առանցքային հատույթները, այո։ Մենակ եռանկյունը, այսինքն հավասարացրուն եռանկյունը, որտեղ երկուսն էլ կոնի ծնորդներն են, և այս գնդի կենտրոնը նշանակենք O-ով, կոնի իկագաթը A-ով, այս երկու կետերը հիմքի B-ով և C-ով, ու տրված է, որ A-on հավասար արմատ 3 անգամ փոքր է AC-ից։ A-on նշանակենք X-ով, AC-ն էլ արմատ 3 անգամ մեծ էր, եղավ արմատ 3X։ Դե պետք է ինչ-որ ձևով կապ գտնել X-ի միջև և այս BC կողմի երկարության միջև։ Այդ կապը գտնելուց հետո կկարողանանք գտնել կոնի հիմքի շառավիղը, ու քանի որ կոնի հիմքի շառավիղը ունենք, արդեն որ բացենք, կիմանանք այդ փռվածքի աղեղի աստիճանային չափը։ Դրա համար Քանի որ նման են AO ենթադրենք K եռանկյունը նման է AHC-ին։ Նմանությունից Կ-ն ու H-ը երևի սրանք էին, չէ՞։ AOK եռանկյունը Տառել որ դնեք, իսկ կնի, այո։ AHC եռանկյանը, ինչից հետևում է, որ X-ն ու արմատ 3X-ը ներքնաձիգերն են այդ եռանկյունների, այսինքն AO-ը հարաբերած AC-ին։ Կներեք, մենք ինչն էինք ուզում գտնեինք այս նմանությունից։ Կողմնային մակերևույթի փռվածքի աղեղի աստիճանային չափ։ Ավելի մոտիկ նպատակ էս HC-ի կապը կամ HO-ի կապը կամ KC-ի կապը X-ի հետ, որպեսզի փոքր եղի ու մի կապը։ Այստեղից A-on բաժանած AC-ին գիտենք, որ հավասար է 1 բաժանած արմատ 3։ Բայց նաև կարող ենք գրել այն մյուս երկու հարաբերությունները, օրինակ A-ական բաժանած AH-ին և
Կաոն բաժանած հաշցեին։ Կաոն ստացվում է փոքր R-ը, իսկ հաշցեն այս երկարությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ եթե փոքր R-ը, այսինքն ներգծած շրջանագծի շարովիղը հավասար է R, ապա հաշցեն արմատ 3 անգամ մեծ է, հաշցեն ստացվեց արմատ 3R։ Նույն կերպ կացեն ստացվեց արմատ 3R, որովհետև C-ից տարված էին երկու շոշափողներ։ Էլի ունենք որոշակի կապ այս եռանկյան մեջ, կարող ենք փորձել Պյութագորասի թեորեմը գրել, կամ ակա Կներեք, էլի մի բան ասեմ։ Իսկ եթե ասում է, որ կոնի ծնորդը արմատ 3 անգամ մեծ է, փաստորեն ստացվում է ABC եռանկյան արտագծյալ շրջանագծի շառավղից, չէ՞, այդպես է ստացվում։ Կողմը արմատ 3 անգամ մեծ է, AC կողմը արմատ 3 անգամ մեծ է արտագծյալ շրջանագծի շառավղից, որտեղից բխում է, որ ABC եռանկյունը հավասարակողմ է։ արտագծյալ շրջանագիծը չգիտենք, որ այս է կենտրոնը։ Բայց ասում է, որ հեռավորությունը O կետին գագաթը, այսինքն OA-ն, փաստորեն սխալ եմ հասկանում, որ OA-ն արմատ 3 անգամ փոքր է կողմից։ Կողմը արմատ 3 անգամ։ Բայց դա մեծ R-ը չի։ Դա X-ը ուղղակի OA-ն։ OA-ն դա արտագծյալ ABC եռանկյան արտագծյալ շրջանագծի Չէ, մի խնդրեմ։ Չէ, մի Կողմին ներգծված է։ հաշտեն, կոնի հիմքի շառավիղն է, հաշտեն, մեծ R-ն է։ Հասկացաք, մեծ R-ը, ուրիշ մեծ R-ը բեց հիմքի, մի խոսքով CH-ը հիմքի շառավիղն է։ Կոնի հիմքի CH-ը, այո, CH-ը հիմքի շառավիղն է։ Իսկ OA-ն ABC եռանկյան արտագծյալը չի ստացվում այստեղ։ Եթե ABC կանոնավոր դուք ճիշտ կլինեիք, բայց նման լրացուցիչ պայման չկա։ Կանոնավոր չի։ Օ հաշտեն գնդի R-նա։ C-ն կիսորդ է, անկյունը R-ի հարաբերությունը արմատ 3-ի տանգեսով կգտնենք, կլինի կանոնավոր եռանկյուն։ Այսինքն տրված պայմաններից չենք կարող ասել հիմիկվա դրությամբ, որ արտագծած շրջանագծի կենտրոնն է։ Մեկ նշանակելինք ներգծածը, արտագծած շրջանագծի կենտրոնը կարող է էլի լինի այս միջնագծի կամ կիսորդի, բայց ավելի վերև ներքև ու շարովիղն էլ համապատասխան կփոխվի։ Հասկացա, շնորհակալ եմ շատ։ Միգուցե այս պայմանները Ուղղակի լուծել են 60-ով, ստացվել է պատասխանը, դրա համար լավ, շնորհակալություն։ Զուգադիպում է, ուղղակի զուգադիպում է, այդպես անգամ Կներեք, ինձ լսում եք դուք։ Այո։ 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 Ահա, ուզում եի ձայնը փորձեի։ Այստեղ ներգծած շրջանագծի կենտրոնն է, չէ՞, on։ Այո։ Այսինքն C-ն կիսորդ է։ Անկյան։ COH եռանկյան անկյունը R-ի հարաբերությունը արմատ 3R-ի կլինի, արմատ 3-երորդ անկյունը կլինի 30։ Հենց այդպես է ստացվում։ Ներգծած շրջանագծի շարավիղ։ Հետևաբար ստացվում է 30, հետևաբար այսինքն համընկել է, էլի։ Հավասարակողմ դեպքում ճիշտ է ասում։ Ստացվում է 3 հատ, իրոք ստացվում է կանոնավոր։ Հավասարակողմ, կանոնավոր ուղղակի, պատահաբար այդպես է ստացվել, պատահաբար զուգադիպել է, չնայած բաները սխալ են։ Կանոնը, որ դրված է, դրանից է դուրս գալիս։ Բայց եթե արմատ 3 չլինի, տենց չի լինի։ Շնորհակալություն։ Այսինքն գիտենք, որ OA-ն հավասար է 2R,
որովհետև այս անկյունը 30 աստիճան է, այսինքն x-ը հավասար է 2r, ուրեմն ունենք այստեղ արմատ 3x կամ արմատ Ակետը միջնակետ է։ 3r, մեծ r-ը, որը հիմքի շարավիղն էր, երկու անգամ փոքր է ծնորդից, երբ որ բացենք, ունենանք ծնորդ և այստեղ էլի ծնորդ, արմատ 3x, իսկ այս աղեղի երկարությունը կլինի հիմքի շրջանագծի երկարությունը, որը ուղղակի 2π անգամ մեծ r-ն է, այսինքն 2π անգամ արմատ 3 փոքր r, և պետք է ուղղակի հասկանալ այս են մեծ շրջանագծի որ մասն է, մեծ շրջանագծի տանը կլիներ ոնց էր PR, 2PR, չէ, իսկ դրա անունը երկարությունը, L, այո, 2π անգամ արմատ 3x, այսինքն ստացվում է կես անգամ շատ կլիներ։ X-ը հենց R-ն է։ X-ը R-ն է տալի։ Հա։ Դա անկյունը, ալֆա 360-րդը։ Քանի որ x-ը երկու անգամ մեծ էր, ստացվում է 2r, այսինքն ստացվում է կեսն է լարի երկարությունը, այսինքն 70 աստիճան։ 50 աստիճան։ Ստացվեց։ Անցնենք 33-րդ խնդրին։ Մի բան ասեմ, էլի։ Ստեղ օրինակ հնարավոր է, որ նայենք որպես կոնի կողմնային մակերևույթի փռվածք, հաշվենք կողմնային մակերևույթի փռվածքի մակերեսը ու մի հատ էլ որպես սեկտոր նայենք, այդ նույն բանն է, աղեղի երկարություն, ինչ տարբերություն։ ուղղակի ես այս պահը չհասկացա ճիշտն ասած որտեղից եկավ 2π անգամ արմատ 3r-ը։ Աղեղի երկարությունն է։ Սեկտորն էլ ճիշտ կնի, ես որպես սեկտոր եմ լուծում, ճիշտ է։ Սա ուղղակի փոքր աղեղի երկարությունը, որը հիմքը բացած հիմքի երկարությունն էր։ Այսինքն 2π անգամ արմատ 3r։ Եվ մեծ շրջանագիծն էլ այդ ծնորդը որպես շարավիղ վերցրած շրջանագիծն է, այդ դրա երկարությունը պարզվում է հարաբերում են ինչպես 1-ը 2-ի։ Դե ABC կանոնավոր բուրգի եռանկյուն բուրգի հիմքի կողմը 6 է, իսկ բարձրությունը 2 արմատ 3։ Դա մենք գծենք կանոնավոր բուրգը, հիմքը կանոնավոր եռանկյուն է 6 կողմով և բարձրությունը տարված է, գիտենք երկարությունը հավասար է 2 արմատ 3։ Քանի որ հիմքի հետ առանձին գործ ենք ունենալու, մի հատ էլ առանձին հիմքը գծենք 6 կողմով կանոնավոր եռանկյուն, բարձրությունը կստացվի 3 արմատ 3, քանի որ այս ունենք 30-60 աստիճանի եռանկյուն, բարձրությունը 3 արմատ 3, այսինքն եթե կենտրոնն ենք վերցնում և ակետը, ակագաթը, ստացվում է A-ն դրա 2/3 մասը, այսինքն A-ն ստացվում է 2 արմատ 3։ Քանի որ կանոնավոր էր բուրգը, մեր դեկագաթից երբ որ բարձրություն ենք իջացնում, ընկնում է հենց հիմքի կենտրոնի վրա, O-ի վրա, A-ն ստացվում է 2 արմատ 3։
Քանի որ ան 2 արմատ 3, այստեղից կարող ենք գտնել կողմը D-ան 2 արմատ 6, ու այն մյուս կողմերն էլ նույն կերպով կստացվեն 2 արմատ 6։ Հիմա մի անգամ էլ գծենք, այդ գծագիրն էլ պետք կգա։ Հիմա որ հատույթներ ուզում գտնել այն հատույթի մակերեսը, որը անցնում է հիմքի կողմով և նրա հետ չհատվում։ Բուրգի հիմքի կողմ, եկեք ընտրենք CB կողմը։ Անցնում է CB կողմով, նրա հետ հատվում են D-ն ու D-ն, հենց որ նրա հետ չհատվող կողմը D-ան է, D-ի միջնակետն ենք վերցնում, կոչենք այն M, պետք է CB-ի և M-ով անցնող հատույթը գծենք, դրա համար B-ն միացնում ենք M-ին, C-ն էլ միացնում ենք էլի M-ին, ստացվում է եռանկյուն։ Պետք է գտնել այս CMB եռանկյուն մակերեսը։ Գիտենք, որ CB-ն հավասար է 6։ Այստեղ կարելի է էլի տարբեր ձևերով երևի մոտենալ։ Կարող ենք մտածել, որ այդ CMB եռանկյունը հավասարասրուն եռանկյուն է։ Հավասարասրուն Այո։ B-ն հավասար են գալիս։ Համաչափություն ունենք։ Թե տարբերակ 1 գտնել BM-ի և CM-ի երկարությունները և դրանից հետո գտնել M-ից տարված բարձրությունը։ BM-ի երկարությունը գտնելու համար եկեք դիտարկենք ADB եռանկյունը, այսինքն այս եռանկյունը, ADB։ Ունենք, որ հիմքը 6, կողմերը 2 արմատ 6 և տարված է միջնագիծ։ Այսօր արդեն մի անգամ առիթ ունեցել ենք այս միջնագծի։ BM քառակուսին հավասար է 2 արմատ 6 քառակուսի կես, հանած 6 գումարած 6 քառակուսի կես, հանած 2 արմատ 6 քառակուսի 4-րդ։ Կարծեմ սենց էր մի տարբերակը բանաձևի։ Ստացվում է 6 քառակուսի կեսը 36 կես 18, հանած այս 2 արմատ 6 քառակուսի կեսը հանած 2 արմատ 6 քառակուսի 4-ը ստացվում է ուղղակի հանած 2 արմատ 6 քառակուսի կես, որ քառակուսի ենք բարձրացնում, ստացվում է 24 կես, այսինքն ուղղակի 24 կես, 12, ստացվեց 6։ BM-ը ուղղակի 6։ Ավելի հեշտ եղանակ կարանք Տիգրան ջան, M-ից որ բարձրություն իջեցնենք, M-ից ուղղահայաց իջեցնենք, ինքը կդառնա բարձրության կեսը, կլինի բարձրության կեսը հենց, OA-ի վրա կգա, հա։ այդ տեղից որ տանենք, ինքը կլիներ արտագծյալի շառավղի կեսը։ Կամ էլ նույն 3 մասի է բաժանում այդ հիմքի բարձրությունը։ Կլինի արմատ 3 M հաշը։ Այդ A-ից էլ CB-ին բարձրություն տարեք։ Որը կանցնի համ հաշով, համ օյով, համ Դա 3 հավասար մասերի չի բաժանվում։ Քանի որ on բաժանում էր 1-ը 2-ի հարաբերություն, Այնտեղ էլ ուղիղ կեսն է լինում, միջնագծա։ Ստացվում է K-on հավասար է OH-ին, հավասար է H-ային։ Այդտեղից մի անգամից այդ հատույթի բարձրությունը կհաշվենք։ Հատույթի բարձրությունը ասին MH-ը։ MH-ը արդեն ունենք։ Հատույթի բարձրությունն արդեն է արմատ 3 քառակուսի գումարած հաշկայի քառակուսի։ Էլի այս դեպքում KH-ը ստացվում է 2 արմատ 3։ 2 արմատ 3 և արմատ 3
Ստացվում է 3 հարմատ 3, չէ։ 3 գումարած 12, 4, Եկեք, որ չսխալվեմ։ 16 հա տալի, 4 հա տալի ոնց որ։ Քառակուսի 15 տվեց են կայքա 15 հա, 15 հա, արմատ 15։ Արմատ 3-ի քառակուսի, ասում է 12 գումարած 3-ը հավասար է կայմ քառակուսի, այսինքն կայմը հավասար է արմատ 15, երբ որ կայմը հավասար է արմատ 15, ուրեմն CB-ն անգամ կայմ կեսը հավասար է 3 հարմատ 15։ Իսկ պատասխանը։ Իսկ ձևը, որ դուք գրում էիք կիսատ փողեցիք, մինչև վերջ տանելու դեպքում չէր ստացվում։ Ոնց որ այնտեղ մի բան սխալ է փաստորեն, որովհետև 6 էր ստացվում BM-ը, բայց 6 M քառակուսին է 6 ստացվում։ Ստացել եք BM-ը, հոբեկան չեք հատել այնտեղ պիտի հանեիք այնտեղ 3-ի, գումարեիք 3-ի քառակուսի, էլի նույն բանն էր էլի լինելու, դառնում էր արմատ 15, ոչ մի տարբերություն։ BM-ը արմատ 6 ստացվում է արմատ 6 կողմերով եռանկյուն ունենք, ստեղ մակերեսը կարող ենք հաշվել, էլի գտնվում է արմատ 10։ Դեր 3 6-ից հանած Ընտեղ ուղղակի 2 արմատ 6 քառակուսի երկրորդից որ հանենք 2 արմատ 6 քառակուսի 4-րդ, ստանալու ենք 2 արմատ 6 քառակուսի 4-րդ էլի։ Հա։ Դուք երկրորդ եք հաշվել, դրա համար կարող է պատասխանը սխալ լինի։ Հա, այստեղ 4-րդ, այսինքն 24 4-րդ 6, 12-ից հանած 6, 18, այդ 12, 15-ից 3, եղավ 2 արմատ 3, կողմը, դրա արմատը, հիմա ոնց որ ստացվում է, հիմա 3, 2 արմատ 3, այսը 18-ից հանած 24 4-ը սխալ չենք ստացել։ Մի քառակուսու հաշվարկը ճիշտ չի։ BM-ը լինում է արմատ 24։ Որովհետև այն 18-ը ճիշտ չի գրված։ Հա։ Թիվը, որ երկուսները կրճատ են արմատ 6-ի քառակուսին 6, իսկ այն մյուսը 36 երկրորդ 18, դրանք գումարը չկա գրած, մենակ 18-ը կա գրած, երևի այդտեղից է գալիս սխալը։ Չէ, 18-ը ճիշտ է, 24 քառորդը չի ճիշտ։ Կարող է գումար պետք է լինի ուղղակի։ Այդտեղ սխալ ունեք, BM-ը ստացվում է ոչ թե 2 արմատ 3, այլ 2 արմատ 6։ Արմատ 24, էլի, արմատ 24։ Այստեղ գումարած պետք է լինի։ Եվս գումարածի փոխարեն կլինի 24, կստացվի 2 արմատ 3-ի փոխարեն 2 արմատ 6, ու ամեն ինչ ճիշտ կլինի։ Մնաց որպեսի խճճվող չլինի, ամփոփենք։ Սկզբից 2 եղանակով ենք մոտենում, 2 եղանակում էլ կարող ենք A-ից բարձրություն տանել CB-ին, ու քանի որ հիմքը կանոնավոր եռանկյուն է, այդտեղ կարողանում ենք գտնել A-ն և O-կան։ Այդ երկարությունները գտնվում են։ Հետո տանում ենք հատույթը, հասկանում ենք, որ եռանկյուն է, ընդ որում հավասարացնում, քանի որ ունենք համաչափություն, եթե ուզում ենք գտնել այդ եռանկյան բարձրությունը, կամ կարող ենք գտնել այդ եռանկյան երկու կողմերը, CM-ը և BM-ը, կամ էլ կարող ենք գտնել բարձրությունը։ Կողմերը գտնելու համար ADB եռանկյան մեջ ամեն ինչ ունենք, կողմերը ունենք 2 արմատ 6, 2 արմատ 6, 6, կարող ենք միջնագիծը գտնել միջնագծի բանաձևով։ Ստացվում է արմատ 24։
B-ը միջնագիծը, C-ն էլ նույն կերպ արմատ 24։ Դրանից կգտնենք բարձրությունը և մակերեսը։ Իսկ եթե ուզում ենք բարձրությունը միանգամից գտնել, տանում ենք m-ից ուղղահայաց հիմքին, MH ուղղահայացը, Որը կուկի բարձրությամբ կեսն է։ այն նկատում ենք, որ դա դրա երկրորդ ուղղակի արմատ 3 է, հետո նաև նկատում ենք, որ կա h-ը 2 արմատ 3 է, ու ինչից գտնում ենք կա m-ը, այս կա MH եռանկյունից։ Շատ լավ։ Անցնենք առաջ։ Երկուսևեր մաչ։ 34-րդ խնդիրը, ունենք խորանարդ, գծենք խորանարդը, A, B, C, D գագաթները սրանք են, A1, B1, C1, D1 գագաթները սրանք են, պետք է գտնել AB1 և BC1 ուղիղների կազմած վեկտորների կազմած անկյունը։ Էլի կարող ենք զուգահեռ տեղափոխություն անել, BC1-ի փոխարեն վերցնենք A կետից նույն վեկտորը դնենք, քանի որ BC1-ը այս անկյունագծով վեկտորն էր, A կետից դրված կլինի AD1-ը։ Նոմա գտնել այս երկու վեկտորների կազմած անկյունը։ Դրա համար կարող ենք նկատել Կանոնավոր եռանկյունն է, 60 չէ։ բոլոր կողմերը այս AB1-ն էլ, B1 D1-ն էլ, AD1-ն էլ 60 B1 BC1 անկյունագծեր են, նիստերի անկյունագծեր են, 60 աստիճան է ստացվում։ Հաջորդ խնդրում էլի ունենք խորանարդ և տրված են մի քանի պնդումներ։ Առաջին պնդումը A1B-ն ուղղահայաց է DC1-ին։ A1B-ն սա ուղղահայաց է DC1-ին։ Սրան։ Հա, անկյունագծերի հատման կետն է, ուղղահայաց են։ Էլի եթե զուգահեռ տեղափոխենք, ասենք DC1-ը բերենք ձախ կողմի նիստի վրա, կտեսնենք, որ քառակուսի ունենք ուղղահայացին, այսինքն առաջինը ճիշտ էր։ Երկրորդը AC1 վեկտորը բազմապատկած BD1-ով իրենց սկալար արտադրյալը AC1 և BD1 չէ, BD ներողություն։ Մի քիչ առաջ ասեցինք, որ ուղղահայաց են իրոք։ Հա, այս այն մի խնդրում, որ որ ուղղահայաց էր։ պրոյեկցիային 3 ուղղահայացներ անում, նրանք իրար ուղղահայաց են։ Ճիշտ։ Մյուսը AD1-ը, AD1 և դա պետք է հավասար լինի DB գումարած B1A։ Ու այստեղ տեսնում ենք, որ երբ որ DB-ին գումարենք B1A, այսինքն B1-ից անենք այս ներքև գնալու գործողությունը, կգնանք ներքև ու չի ստացվի։ Ճշմարիտ չի։ Այսինքն այս պնդումը ճշմարիտ չի, ամեն դեպքում այն մյուսն էլ փորձենք հասկանալ, կարծում եմ շատ ավելի հեշտ պնդում է, AB-ն ու AD-ն երբ որ գումարում ենք, ստացվում է AC, սա դե վեկտորների գումարումից։ Պատասխան 3։ Շատ լավ, անցնենք 36-ին։ A կետի հեռավորությունը ալֆա հարթության B և C կետերից համապատասխանաբար հավասար են արմատ 2 և արմատ 5։ Մի հատ հարթությունը սկզբում գծենք։ 2 և 5։ Հա, հետո A կետը և B և C կետերը հարթության վրա են, դրված է AB-ն 2, AC արմատ 5։ A-ն ալֆա հարթությանը տարված ուղղահայացն է A կետից, այսինքն
Անենք ուղղահայաց A-O։ Եվ գիտենք, որ A-ն հավասար է 1, ինչպես նաև B-ն է հավասար, B-ն է հավասար 1։ Ակետը այդ նույն հարթության մեջ է, հա։ Չէ, վերևում է։ Հա։ Որպես վերևի կետ կարող եմ գրել, որ առանձնանա։ Այդ կարմիր գծի մեջ որ չառնեինք չէր լինի թե։ Հա, լավ։ Հա, որ չառնեինք։ Ավելի լավ։ Ինձ էի տպավորությունը։ Որը on-chain միացնենք, B-ն միացնենք Երևանի տարածությունը։ Հա, չէ։ Այսենց։ Այո։ V30 աստիճանի դիմացի էջը ներքնաձիգի կեսն է, այսինքն անկյուն AB-on 30 աստիճան է։ AB-on։ Ունենք ուղղանկյուն եռանկյունը։ Բուրգ սարքեք էլի, ես ներքևը միացրեք բուրգ դառնա։ Քանի որ A-ն ուղղահայաց է, նաև այս AOC ու AOB անկյուններն են ուղղահայաց։ Ուղղահայաց 1, 2, ուրեմն AB-on 30 աստիճան։ Պետք է գտնել ալֆա և ABC հարթությունների կազմածանկյան աստիճանային չափը։ Ալֆա հարթությունը այս կարմիր հարթությունն էր, իսկ ABC-ն այս հարթությունն է, որպեսզի գտնենք իրենց կազմածանկյան աստիճանային չափը, պետք է ինչ-որ կետից ուղղահայացներ տարված լինեն իրենց հատման ուղին։ Հատվում են BC ուղով։ Դե եկեք A-ից ուղղահայաց տանենք և ըստ երեք ուղղահայացների թեորեմի այցել ուղղահայացներ կլինի այդտեղ։ Բայց ABC անկյունը 90 աստիճան է։ ABC-ն 90 աստիճան է։ Քանի որ ունենք AB-ն 2, BC-ն 1 և AC-ն արմատ 5, կարող ենք գրել ABC-ն 90 աստիճան, ուղղանկյուն եռանկյունը։ Դրա համար ստացվում է, որ այս ուղղահայացը, որ տանում ենք, Համընկնում է նրա հետ։ A-կան և K-ն, O-կան, որ ուղղահայաց ենք տանում, իրականում նույնն է, ինչ որ AB-ն։ Այսինքն ու B-ն նույնն էր, այսինքն մեզ հետաքրքրող անկյունը, որը պետք է ստացվեր, հենց այս 30 աստիճանի անկյունն էր։ Պատասխանը 30 աստիճան։ Լավ, 37-րդ խնդիրը, էլի երկրաչափություն է, 38-ն էլ և 30-ը արդեն երկրաչափություն չի, առաջարկում եմ 37-ն ու 38-ն էլ անենք ու ավարտենք։ AC և BC էջերով ուղղանկյուն եռանկյանն արտագծված է շրջանակից։ Դե գիտենք, որ ուղղանկյուն եռանկյան կենտրոնը ուղղանկյուն եռանկյան արտագծած շրջանակի կենտրոնը ներքնաձիգի միջնակետն է։ AC-ն հավասար է 6, BC-ն հավասար է 8։ E և F կետերը համապատասխանաբար AC և CB փոքր աղեղների միջնակետերն են։ E-ն AC աղեղի, F-ը CB աղեղի։ Իսկ G-ն C կետը չպարունակող AB աղեղի միջնակետը, այսինքն AB աղեղի միջնակետն է, չի գրված փոքր AB աղեղ, որովհետև AB աղեղը կիսաշրջանագիծ է, այն մյուս աղեղից փոքր չի։ G-ն սա է։ Պետք է գտնել արմատ 2 EF-ը, այս առաջին հարցի համար G կետը պետք չի, ուղղակի մեզ պետք է գտնել EF-ի երկարությունը։ Դե կարող ենք նկատել, որ AB-ի երկարությունը հավասար է 10, նաև կարող ենք նկատել, որ քանի որ աղեղի միջնակետեր են, ապա AF-ը կիսորդ է և նաև BN-ը անկյան կիսորդ։ Այսինքն ունենք, որ CAF-ը հավասար է CAB
Եվ AB-ն հավասար է CB-ը։ Այս երկու հատկությունները կան։ Պետք է ստանալ EF-ի երկարությունը, դրա համար հասկանանք էլ ինչ անկյունների հավասարություն ունենք։ Դե ներգծյալ քառանկյուն ունենք, հիմա EABF-ը։ Այդ քառանկյունում ABE անկյունը հենված է AE աղեղի վրա։ AE աղեղի վրա նաև հենված է այս անկյունը, AFE։ Նմանապես FB աղեղի վրա հենված է այս անկյունը, FAB-ն և FEB-ն։ Նշվում եմ համապատասխանաբար 2 և 1 գծերով անկյունները։ Այսինքն ունենք այսպիսի անկյուններ, սրանք օգնում են։ Ես կարող եմ կարճ ձև ասել։ Դուք էլ եք սինուսով գրել։ Սինուսների թեորեմով, ահա։ Ժ անկյունը աստիճան է ստացվում ու շատ արագ ստացվում է EF-ը։ Իսկ EOF անկյունը 90 աստիճան է, որովհետև կենտրոնային անկյուն է եւ անկյուն EOF-ը միանգամից Պյութագորասով 5/2 է EF-ը ստացվում առանց սինուսների։ EOF-ը 90 աստիճան է։ Ոն ու OF-ը 5-երեն։ Այո, 5-երեն այնտեղ ստացվում է 5/2։ Այո, անգամ էլ արմատ 2 5։ Այո։ Եվ քառակուսի գումարած OF քառակուսին հավասար է EF քառակուսի։ Այդ կեսերի վրա է հենված էլի 90 աստիճան է տալիս։ EF-ը եղավ 5։ Ամբողջ 170-ի կեսերի վրա է հենված կես աղեղների։ Այսքան։ GCF աղեղների գումարը 90 է։ Հետևաբար EOF-ը 90 կլինի որպես կենտրոնային անկյուն, EON ու OF-ն էլ 5-երեն, EF-ն էլ եղավ 5/2։ Արմատ 2 EF-ն էլ 10։ Այսինքն այս հարցի պատասխանը 10 էր։ 10։ Եվ կա էլի նույն իրավիճակի մասին ուրիշ հարց, պետք է գտնել EGF եռանկյան մակերեսը։ Դրա համար EGF-ը որ գծում ենք, դա էլ ներգծյալ անկյուն է, այսինքն ստացվում է 45 աստիճան, քանի որ ունենք 45 աստիճան, EF-ի երկարությունը գիտենք, մնում է գտնել բարձրությունից J-ից։ Այնտեղ սինուսների թեորեմով էլի մակերեսները առանձին հաշվել, գումարել եմ, ես այդպես եմ գրել։ Ուղղակի կարելի է անկյուն ալֆայով նշանակել անկյունը բետայով։ J-ն հավասար է JF-ին։ Անկյունը կա, EF-ը կա։ Կոսինուսների թեորեմ մի հատ Այսինքն կոսինուսների թեորեմով մակերես ենք հաշվում։ Չէ, գտնենք կողմերը, EF-ը ու JF-ը։ Բայց մենք 45 ունենք։ Դիմացի կողմն էլ ունենք EF-ը։ Միայն 45-ով ու մի կողմով ոնց կա։ Բա երկու կողմերն էլ հավասար են, միջնակետ աժեն։ Այսինքն EF-ն էլ հավասար է JF-ին։ Ինձ թվում է JF-ն ու J-ը լարերը իրար հավասար չեն, որովհետև դա կնշանակի, որ նրանցով ձգված աղեղներն էլ են հավասար, բայց J-ի աղեղը Հավասարացրուն չի եռանկյունը։ J-ն էս AJ ու JB բաների ա տրոհում, աղեղների ա տրոհում, բայց մի հատ էլ այստեղ AE ունենք ու FB ունենք, որոնք իրար հավասար չեն։ Հավասարացրուն չէր, հետևաբար 3 եռանկյունների մակերեսները հաշվելով գումարում ենք։ Հա, 3 հատ եռանկյան մակերես պիտի հաշվենք։ Եռանկյուն EF-ի մակերեսը ստացվում է 5 անգամ 5 կես։ Երկրորդ անգամ 5 անգամ 5։ Եռանկյուն EOJ-ի մակերեսը ոնց է ստացվում։ 5 անգամ 5 անգամ սինուս 90 գումարած սինուսա։ Նույն սինուս կամ B այդպես։
այս աղեղն ենք հաշվում, որը Այդ եթե անկյուն B 90 գումարած B կլինի։ Զուգահեռ ենք տարել, չէ, այդ BC-ին։ սա լինում է անկյուն B-ին հավասար, սա լինում է Կլինի 90, 90 գումարած B։ այսինքն այս Ահա, եւ դե սինուսը կդառնա կոսինուս։ Այ կոսինուսն էլ մեծ եռանկյունուց Կոսինուսն էլ կգտնենք, տակից էջի հարաբերությունը ներքնաձիգով կհաշվենք էլի։ 8 10-րդ, 4 5-րդ, 1/3 անգամ 3/5-րդ։ Կոսինուս 90, չէ, կոսինուս ուղղակի անկյուն B, այս եռանկյան մեջ գիտեինք ինչ էր, 6 8 10 եռանկյուն ունեինք, կոսինուսը 4/5 4 5-րդ անգամ 4 5-րդ։ Ինձ ստացվում է 5-երը կրճատվեցին, բա մեկը չգրեցիք ոնց որ։ Հա, մեկ էլ Եկել է մյուսինը, F օքսինը։ Հա, եռանկյուն Դա էլ 5 անգամ 5 անգամ 3/5-րդ։ Անգամ 1/2 անգամ 1/2, անգամ 5 անգամ 5 անգամ սինուս այս դեպքում կստացվի 90 գումարած անկյուն A կամ կոսինուս անկյուն A, որը 6/10 է կամ 3/5, ստացվում է կրճատվեցին 15/2, ստեղ ունենք 25/2, 15/2, այս ընդհանուր 42, 20 եւ 10, ընդհանուր ստացվեց 30։ Այո։ Շատ լավ, 30, որը ճիշտ պատասխանն էր։ Այսօր հաջորդ մյուս թեմաներից խնդիրները կանենք հաջորդ անգամ, այս վերջին քննարկման ժամանակ։ Էլ տեստ չի լինելու, փաստորեն։ Չէ երևի։ Հաջորդը կամավորն է լինելու։ Իրական։ Շատ լավ, շնորհակալություն։ Մինչ հաջորդ անգամ։ Շնորհակալ։ Այ, շերջես։